փրկեց 34-ն չկարողացաք։ Այդ լրջությունը, որ ասենց ուզում եք փոխանցեք, դուք ճիշտ եք անում, որ չեք գալի դահլիճ։ Հələ ստեղ գոնե ինչ որ բովանդակություն ունեցող ճանապարհ անցած այնուամենայնիվ ինչ որ միտք կա, դուք պետք է ամաչեք գաք ու ճիշտ եք անում, որ ամաչում եք։ Դուք պետք է լռեք, ձևանեք, որ այդ դուք չեք։ Մարդ կա, ասեք, թող բեղ պահի, կարողա չճանաչեն։ Դուք պետք է չգաք, դուք ասելիք չունեք։ Դուք անցել եք ազգային ժողով, որպես այն որ գնում ես խանութում, մեծ սառնարան ես առնում, մի հատ թեյնիկ են նվեր տալիս, դուք տենց թեյնիկի կարգավիճակով հայտնվել եք այս խորհրդանում։ Ոչ ձայն ունեք, ոչ համակիր ունեք, ոչ ասելիք ունեք։ Իսկ ասեմ ստի մասին մի խոսացեք, Սուտը եւ Սերժ Սարգսյանը նրանք բարեր հոմանիշներ են հայկական քաղաքականության դաշտում։ Ամոթ է, էլի։ Հասկանում եմ տենց հասելով 91 թվի, ես իմ որ թվի բանակցային բաներն եք ուզում, որ հրապարակվի, եկեք ձեր ղեկավարին եւ պարոն Քոչարյանին համոզեք, եկեք բանավեճի, բախի չեք գալի բանավեճի։ Ձեզ հարմար ժամանակ ես կխոսեմ, ես անպայման կխոսեմ եւ ամենացածր մակարդակի բոլոր 10 գոյություն ունեցող քաղաքական գործիչների ձեր ներկայացուցիչները, որ տարբեր մարդկանց բանի են, բանավեճի են կանչում, ձեզ թվում է դուք դրանով այդ խոսակցությունից փախնելու եք։ Ձեր դիվանագիտության հետևանքով էր, որ Սերժ Սարգսյանը այստեղից ասում էր, դե փակուղի է։ Կարող է հնարում եմ, կարող է տենց չի եղել, Google search-ով կգտնես այդ ամեն ինչը։ Հա, ներողություն եմ խնդրում, կգտնեք այդ ամեն ինչը, ու այդ աճպարարության մասին խոսալուց նաև ուզում եմ մեր գործընկերներին հիշեմ, այդ որ ասում եք աճպարարություն, բառ փոխել, պարոն Արտուր Խաչատրյանը ստեղից ասում էր, ամիսներ առաջ ասում էր, ԱՄՆ նախագահը չի հանդիպել, չի տեսել, նույնիսկ չի ճանաչում, չեն կանչել, այսօր եկել ասում է, այո, ԱՄՆ նախագահի հետ վարչապետի հանդիպման կամ իսկ մեր ժամանակ բանը հանդիպել էր եւ այլ, տեղից մի խոսացեք։ Մեր ժամանակ հիմա ասում է չեն ստորագրել, 3 հոգի չեն ստորագրել, 2 հոգի են ստորագրել, ժողովուրդ այդ աճպարարությունը թարգեք, ասում է մեկ անգամ, պարոն Մինասյանը ասում է, ինչ ասեց, ասում է մի անգամյա ծորենի ակցիա է այդ Ալիևը անձամբ ձեզ է ասել, այն ինչ որ ես լսել եմ հետևյալը, ուղիղ խոսքով, որ ես ասել եմ, որ այս երկրի նախագահին խնդրել եմ, որ այլևս այդ բանը չկա եւ առաջինը անցել է այս։ Եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, կիսվեք, հերիքա փոխեք։ Այսօրվա ամբողջ բանաձևի այս խոսակցության բովանդակության խնդիրը կանում է նրա մեջ, որ դուք ոչ մի լավ բան ոչ տեսնում եք, ոչ արձանագրում եք, բայց դա մեզ կարևոր չի, որովհետեւ մենք դրանով չէ որ ընտրվելու ենք։ Դուք ձեր արած հայտարարության տակ եք մնում։ Դուք հետագայում չեք կարողանալու գաք ասեք, վայ, բա էս եղավ, վայ, բա էս փոխվեց եւ այլը։ Այս ձեր խնդիրն է, այս ձեր մեծագույն խնդիրն է։ Եկեք ասեք լավ բան է եղել։ Եկեք ասեք, հա, այսինչ բանը ստացվեց։ Տենց բազմաթիվ օրինակներ կան։ Սահմանագծման բանը չի ստորագրվեց։ Պատերազմա Քրիստինեն Վարդանյան գոռում էր, պատերազմա, ստեղ կանգնած գոռում էիք, պատերազմա։ Ես ընդից ասում եմ, ինչ ա եղել, խես ասում, ինչ որ ինֆորմացիոն, իդեպ Ղարաբաղի դրոշը դզեք։ Տենց ուղակի բանով չի։ Պետք է հոգ տանել այն բանի համար, որի համար պայքարում ես։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, ես որ սկսում եք ելույթ ունենալ, մի հատ տենց ոչ ունեք, ինձ Միմինո ֆիլմն է հիշացնում, այն որ այսօր եկաք ասեք, գնացեք այս փողոցով անցեք եւ կտեսնեք այս փողոցում դրված անվանի այս մարդու, այն Միմինոյի մի հատ տեսարան կա, որ դատարանում դատի ժամանակ այն տուժած կողմը գալիս ասում է, դե ասում է, ես ամեն անգամ անցնում եմ Բագրատյոնի մետրոյի կողքով եւ աչքերս արցունք են լցվում։ Հիմա նույնպես նայում եմ Ամբաստանյալների աթոռին եւ աչքերս կրկին արցունք է լցվում։ Այդ, հա? Հա, արդեն ամոթից, այդ ոճը, այդ հնացած, այդ էմոցիա, ես չեմ լսում ինչ եք ասում անկեղծ ասած, ես կիսվում եմ իմ էմոցիաներով, դուք ձեր էմոցիաներով եք կիսվում, ես ձեր հետ կիսվում եմ իմ էմոցիաներով։ Իսկ ես ուզում եմ մի լավ բան ասեմ ձեզ, լավ դուք հա, լավ բան արեցի, դե ուրախ եմ, որ գոնե մի լավ բան դուք էլ արձանագրեցիք։ Ես ուզում եմ դիմել քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներին։ Հարգելի պատգամավորներ, ես գործի բերումով
Այնց հաստատվում, որ բոլորի ելույթները տենց ուշով լսում եմ, դուք ձեր մի մասը դուրս է գալիս ինչ-որ գործով եւ այլ, ես լսում եմ եւ ես պետք է ասեմ, որ ես հպարտանում եմ մեր խմբակցությունով։ Մենք ծանրակշիռ 5 տարվա ընթացքում ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել, ասենց ասեմ, քաղաքական դաշտը նոր սերնդի ուժեղ քաղաքական գործիչներ ունի։ Ու ես վստահ եմ, որ այս կողմում հաջորդ ընտրություններին էլ թեկուզ հայտնված քաղաքական գործիչները հələ մի բառեսկոմ դենկոմ դնելով այս հանրությունը ուղղակի ես կարծում եմ պետքա այնուամենայնիվ իմանա էլի, որ ասենք այտենց միանշանակ չի, հասկացանք մենք այդքան կայք չունենք, այդքան փող չունենք, ծախսենք։ Իմիջիայլոց փողերի մասին այդ խոսակցությունը ընդհանրապես լավ է, որ ինչ որ հասարակական կազմակերպություն կամ լրագրողը ասում, ես դա ինչ որ հասկանում եմ, բայց որ երկիրը ասենք տարիներ, տասնամյակներ թալանած խմբակցությունների ներկայացուցիչները, խմբակցությունների անդամներն են դրա մասին խոսում, տներից են խոսում, ասենք մարզերից մեկում մի թաղամասում, որտեղ որ ջուր չկա, բարձվում է ինչ որ մի падգամավոր կամ որևիցե մեկի բարեկամը կամ ընտանիքի անդամը 100 քառակուսի մետրանոց տուն ունի, Երևանի կենտրոնում Մարմարե դղյակում նստած մարդկանց ջեբից հանում են փողը տալիս են, ասում են գնացեք դրա մասին գրեք, խոսացեք, եկեք իրանց մեղադրենք կոռուպցիայի մեջ։ Արգելիներս տասնամյակներ շարունակ թաղապետերի վարորդները Երևանի կենտրոններում անես տարածքներ են ձևավորել, որ ասենք ուզում եմ հասկանամ, մենք 6 տարի է, 7 տարի արդեն հեսա իշխանություն ենք դառնում։ Ուզում եմ ասեմ, մարդիկ դե գիտեն էլի, այսինքն որ գալիս եք այդտեղ sense խոսում եք, ձեզ թվում է մարդիկ այդ ամեն ինչը չգիտեն, բոլորը շատ լավ գիտեն էլի։ Ինձ էլ ինչ ասես, որ այս զավոդներ են վերագրում բան, բայց ուր է այդ ամեն ինչը եւ այդ ուզում ասեմ մեր խմբակցությանը, մեր իշխանությանը մեղադրել կոռուպցիայի մեջ, համակարգված կոռուպցիայի մեջ, ասենք ծիծաղալ է, ուղղակի չեն հավատալու մարդիկ, չկա տես ման համար չեն հավատալու, չի ծախվում, այդ ապրանքը չեք կարողանալու ծախեք, երբ որ ու հա, այսօր հետաքրքիր մի տենդենսիա նկատվել, դե առաջ մեզ դավաճան էին փորձում, գոռում էին դավաճան, հիմա հերոս բառն է ներվայնացնում։ Այդ հերոս բառը պրոբլեմա ոնց դերիկ չի դավաճան ասենք չանցավ, հիմա հերոս են ասում, բայց կարող է մարդիկ իրոք դառնան հերոս։ Կարող է մարդիկ հասկանան, որ իրանք քաղաքացի են, իրավունքներ ունեն եւ վաղը միսօր ընտրությունների հետ կապված էլի գնան իրանց ընտրությունը կատարեն, փորձենք փող բաժանենք չվերցնեն, որտեվ իրանք արդեն գիտակցում են, որ իրանք հերոս են։ Իհարկե մարդիկ հերոս են, որտեվ աշխատատեղ են ստեղծում, որտեվ սնում զենք են տալիս այդ աշխատանքով են զինվորին ում մասին դուք խոսում եք։ Ու հերոսների մասին խոսալուց Տիկին Խամոյանը այդպես հերոսների անունները տալիս անդադ սպասում է, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կտա որպես հիմնական ոին, իր հիմնական հերոս, բայց տենցը Քոչարյանի անունը չտվեց, Մոնթեյի անունն էր տալիս, հիշեցի, որ երբ որ քաղաքապետարանում ավականու անդամ էինք, միջև մեր խմբակցությունը